Ես չեմ կարող մեջ բերել հայտարարությունը, բայց նորից ասացի, եթե ծանոթանաք կտեսնեք։ Ես ասեցի այն, ինչ կարող էի ասել, ինչքան որ տեղեկություն ունեմ։ Արդեն առաջին ընթերցումը բացել է ազգային ժողովի 16-ին լինել է երկրորդ ընթերցումը, բայց որոշ կարևոր հարցեր կան, որոնք ոնց որ ասել դրան չեն անդրադարձել, ամենից ես չեմ տեսել, հարցը հետևյալն է, 26 թվականից առողջապահության ապահովագրության փաթեթը լինել է 19,600 դրամ, բայց մենք հայեցակարգից հիշում ենք, որ ամեն տարի դա վերանայվելու է գումարը եւ ավելանալու է։ Հիմա ինձ հետաքրքիր է, որն է դուք մեր կառավարության քաղաքականությունը 27-ին 28-ին է գումարը պահպանվելու է, թե ավելանալու։ Ինչպես նաև հետաքրքիր է այդ սուբսիդավորման մեխանիզմը, որ հիմա առաջարկում է կառավարությունը 26 թվականի համար, 27-ին 28-ին եւ հետագա տարիներին պահպանվելու է, թե չէ։ Եվ երրորդ հարցը, ես այդտեղ փաստաթուղթ ուսումնասիրեցի, գրած էր, որ 26 թվականից ապահովագրվելու են նաև մոտակերպյան քաղաքացիներ, որոնք աշխատելու ապրելու իրավունքներ, ինչպես նաև հանրաձեռնարկատերերը, նոտարները, մարդիկ, ովքեր շահաբաժիններ են ստանում, ռոյալտիներ եւ այլն։ Ու իրենք 10,800-ը ինքնուրույն են վճարել։ Պետությունը նրանց համար չի սուբսիդավորել։ Ճիշտ եմ հասկացել, թե չէ։ Տեսեք, նախ օրենքի նախագծում ավելացվել է մի դրույթ, որով սահմանվում է, որ ամեն տարի սկսած 2027 թվականից ազգային ժողովին ներկայացվելու է առողջության համընդհանուր ապահովագրության նախորդ տարվա արդյունքային ցուցանիշները եւ առաջարկ է ներկայացվելու հաջորդ տարվա սակագնի, այսինքն դրույքաչափի վերաբերյալ։ Եվ սա էլ ձեր կողմից նշված սուբսիդավորման հատվածները որոշվելու են ամեն տարվա բյուջեով, որովհետեւ սա էլ բյուջետավորման ցիկլի մի մաս է դառնալու։ Արդյոք կփոխվեն սուբսիդավորման ուրեմն չափերը եւ այն խմբերը ում որ տրամադրվելու է սուբսիդավորումը, ես 27 թվականի համար ես այս պահին չեմ կարող ասել, որտեվ դա 27 թվականի բյուջեի շրջանակներում կքննարկվի։ Արդեն նախատեսում եք, որ եկող տարի բյուջետությունը կշատանա, այսինքն համակարգի վրա ծանրաբեռնվածությունը կշատանա, այսինքն կարող ենք ենթադրել, որ գումարը հետագա տարիներին կավելանա։ Նման ուրեմն հնարավորությունը օրենքով սահմանված է, բայց ես այս պահին այդ հարցին չեմ կարող պատասխանել, որտեղ ամեն տարի, ինչպես ասացի, ազգային ժողովում կորոշվի հաջորդ տարվա դրույքաչափերը։ Ուրեմն նախորդիվ հայեցակարգի մեջ սահմանված էր միջակայք դրույքաչափի հնարավոր, բայց մենք հստակեցրեցինք եւ սահմանել ենք կոնկրետ արդեն տարեկան գումար, որպեսզի այստեղ էլ չունենանք 129,600 դրամ տարեկան չափն է լինելու։ Նշեցի, դա կորոշվի ամեն հաջորդ տարվա համար։ Այս պահին չունեմ այդպիսի տեղեկատվություն, ինչքան կբարձրանա։ Երրորդ հարցի հետ կապված 26 թվականից էլ են ներառվելու ուրեմն անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները, նրանց համար հաշվարկման մեխանիզմը մի փոքր այլ է լինելու, նույնական ինչ որ դրոշմանիշների պարագայում է, իսկ օտարերկրյա քաղաքացիները, ովքեր ապրում են Հայաստանում եւ ուրեմն աշխատում են Հայաստանի ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձանց մոտ, այո, եւս պիտի հանդիսանան ապահովագրավճար վճարող, որտեղ նրանք էլ հնարավոր է օգտվեն մեր երկրում առողջապահական ծառայություններից։ Չէ, չի սուբսիդավորելու։ Մարդը աշխատում են ինքնանիքներ եւ նրանց ստացած աշխատավարձը գումարային առումով երկարատև գերազանցում է, այստեղ ոնց է վճարում կատարվում, արդյոք դա համարվում է, որ երկրորդ գերազանցը եւ բաղկացած բարձր աշխատավարձը Այո, տեսեք, մենք նախնական նախագծում ունեինք նման հնարավորություն, մտածում էինք ունենալ նման հնարավորություն, որ մի քանի տեղ աշխատելու պարագայում հանրագումարային աշխատավարձը դիտարկենք որպես շեմ, բայց ըստ էության ծրագրային առումով այս տարի չենք կարողանա նման ապահովում իրականացնել եւ պետք է գոնե մեկ գործատուի մոտ մարդու աշխատավարձը 200,000 դրամից ավել լինի, որպեսզի նա 26 թվականին ընդգրկվի ապահովագրության մեջ, բայց 27 թվականից արդեն ըստ էության բոլոր աշխատավարձ ստացողները կներառվեն։ Սա միայն 26 թվականի համար է։
երկու հարց Խնդրեմ։ Արդյոք չափահասի ստացած ապահովությունը տարածում է նաև անչափահաս երեխաների կամ մեծահասակ ծնողի վրա, որի տարիքը չի գերազանցում 63, այսինքն չի մտնում այդ խնդրին։ Ոչ, չի տարածվում, ամեն անձ վճարում է ապահովագրավճար իր համար եւ ձեռք է բերում փաթեթ իր համար։ Մինչեւ 18 տարեկան երեխաներին եւ 65+ տարիքի անձանց ապահովագրավճարը վճարում է պետությունը եւ փաթեթը ակտիվանում է տվյալ անձի համար։ Հունվարի 1-ից առողջապահական գործակալության փոխարեն աշխատի ապահովագրական հիմնադրամը, արդյոք նախարարությունը արդեն լուծարել է գործակալությունը եւ աշխատակիցների խնդիրը ինչ է լինելու։ Ոչ, իհարկե չի լուծարել եւ կլինի, տեսեք, առողջապահության մեր գործակալությունը դեռ շարունակում է աշխատել, կստեղծվի հիմնադրամը, մենք շատ սահուն անցում կկատարենք աշխատանքների պետական առողջապահական գործակալությունից դեպի հիմնադրամ, աշխատակիցները սահմանված կարգով նախօրոք իհարկե կծանուցվեն եւ իհարկե կմասնակցեն հիմնադրամում մրցույթներին եւ վստահ եմ, որ նրանցից մեծամասնությունը բավարար ուրեմն գիտելիքների եւ փորձառության ունենալով կանցնեն հիմնադրամ աշխատանքի։ Եթե կարելի շարունակությունը մենք արդեն հասկացանք, որ մոտակերպացիների եւ անհաձեռնակատերի մեկ մնացած խմբի համար առողջապահության նախարարությունը ոնց նոր ուղղակի արկեսա։ Բայց ինձ հետաքրքիր է այն մարդիկ, ովքեր 3-4 ամիս են Հայաստանում ապրել, կես տարի չի, նրանք էլ չունեն ապահովագրություն։ Հարգելի գործընկերներ, սա հարկի նոր ձև չէ, սա ապահովագրավճար է։ Չէ, սա պարտադիր ապահովագրավճար է եւ դրա դիմաց մարդը ստանում է կոնկրետ ծառայություններ։ Այո, մարդը կարող է Հայաստանում ապրել 3-4 ամիս, բայց այդ 3-4 ամսվա ընթացքում էլ կարող է ունենալ շատ բարդ, ծանր, ուրեմն օրինակ վիրահատություն, որը արժի 3-4 միլիոն դրամ։ Եվ այստեղ մենք նորից ուզում եմ շեշտադրել, որ առողջապահական ապահովագրության պարագայում անձը որ պահին սկսում է վճարել, այդ պահից էլ արդեն ծառայություններից օգտվում է։ Դուք վստահ եմ տեղեկացված եք, որ Վրաստանը պարտադիր դարձրեց օտարերկրյա քաղաքացիների համար Վրաստանում գտնվելիս ունենալ առողջության ապահովագրություն։ Այսինքն անգամ արդեն այդ փուլին են երկրները անցնում, որովհետև հախուռն առանց ապահովագրության շատ բարդ է սպասարկել որևէ խումբ բնակչության։ Դա կլինի օտարերկրացիներ, թե նաև քաղաքացիներ։ Տալիս էին ապահովագրության մինիմալ փաթեթ, հիմա իրանք են միանում քաղաքացիներին տեղացել, որ պարտադիր եկեք վճարեք դրան։ Իրենք էլ միայն վճարման պարագայում էին ստանում այդ իրենց երկրի համապատասխան եւ եթե տվյալ երկիրը սուբսիդավորում էր, տարբեր երկրներում տարբեր են կանոնները, սուբսիդավորման չափերը եւ այս դեպքում էլ գործում է երկկողմանի պայմանագրերը եւ կտեսնենք ամեն երկրի հետ ինչ պայմանագրային հարաբերություններ ունենք։ Վարչապետը հայտարարում է, որ մեզ պետք չի կաթողիկոս, որը ներմարվի կամ իզերվեցի օտարերկրյա լեյտենանտների։ Մյուս կողմից սա տեղեկություն է, որ ինչ կանոնությունը տիրապետում է, որ օրինակ ԲԱՊ-ը օտարերկրյա կառույցների զեկույցներ է ներկայացնում։ Վարչապետը իր խոսքում շատ հստակ էր, ազգային ժողովում էլ այս մասին խոսել եւ այս ուրեմն տեղեկատվությունը վերաբերում է կոնկրետ անձի, դա Վեհափարի եղբոր մասին է եւ չգիտեմ ինչ ավելացնեմ։ Հստակ էր, որ այս տեղեկությունը եւ ըստ էության գնահատականը դա էր, որ մեր թե կաթողիկոսը եւ թե մյուս եպիսկոպոսները եւ հոգեվոր հայրերը պետք է լինեն Հայաստանի շահը սպասարկող, Հայաստանի ժողովրդին հավատարիմ անձինք եւ սա է մեր դիրքորոշումը։ Վարչապետի գնահատական է, որ կաթողիկոսն ու մյուս հոգևորականները չեն սպասարկում Հայաստանի շահը։ Դե եթե այդ գնահատականը չլիներ, ինչպես կարող էր այս գործընթացը սկսել։ Մենք սրա հետ է կապված այս ամբողջ գործընթացը, որ այս անձինք ըստ էության չի կարող լինել վերլուծություն առանց տեղեկատվության։ Վերլուծությունը ինչ որ առումով տեղեկատվության վրա է հիմնվում։
Դե ես չեմ այդ հարցի պատասխանողը, չեմ կարող ասել կան, չկան, ինչքանով կան, չեմ իմանում, ես տեղեկացված չեմ այս մասով։ Հիմնադրամը ունի այլ կարգավիճակ, այն հիմնադրամ է, գործակալությունը ուներ ուրեմն առողջապահության նախարարության ոչ թե ենթակայությամբ, այլ կազմի մեջ էր գործում, իսկ սա լինելու է առանձին կառավարության կողմից հիմնադրված կառույց եւ սպասարկելու է ապահովագրության ամբողջ գործընթացը եւ իհարկե մինչեւ 2029 թվականը նաեւ պետական պատվերի հատվածը, այսինքն ամբողջական սպասարկումը իրականացնելու է հիմնադրամը։ Որը վերահսկում է կենտրոնական բանկի կողմից։ Հա, տեսեք հիմա մասնագետները ինչ են ասում, Հայաստանի կազմի շուկայական տնտեսությունից անցել է կատարում վարչահրամայական տնտեսությունը։ Ինչա մտնում պետությունը դրա մեջ, ինչա որոշը որ պետք է պետական հիմնադրամ լինի, ասենք կարող է նույնիսկ այդ ոլորտը վերահսկել կենտրոնական բանկի կողմից։ Տեսնենք, որ այդ ոլորտը որ վերահսկում է ԿՎ-ի կողմից, լավ զարգանում է, արդյունքները մենք տեսնում ենք շրջապատել։ Ինչի որոշվեց, որ հիմնադրամը պիտի պետական։ Իսկ ինչու չպետք է որոշվեր։ Հայաստանը ոչ միտեղ անցում չի կատարում, Հայաստանում գործում է ազատ շուկայական հարաբերություններ եւ կարող ենք ասել, որ ամեն տարի այդ շուկայի ազատականացման, պայմանների թափանցիկության եւ հավասար հնարավորությունները ավելանում են։ Շատ երկրների օրինակ է, երբ որ առողջապահական ապահովագրությունը, պետական բազային փաթեթը, այո, սպասարկում է պետական հիմնադրամ։ Սա հանրային շահ է եւ հանրային բարիք է եւ մեր կարծիքով այս պահին Հայաստանի տնտեսական, առողջապահական ցուցանիշները ցույց են տալիս, որ այս մոդելը ամենաարդյունավետն է լինելու։ Իսկ մասնավոր ապահովագրական ընկերությունները շարունակելու են աշխատել, դուք նաեւ տեղեկացված եք, որ վերջերս ավստրիական շատ խոշոր ապահովագրական ընկերություն Հայաստանում ներդրում իրականացրեց, սա եւս խոսում է այն մասին, որ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը նպաստում է Հայաստանում ընդհանուր առմամբ ապահովագրական շուկայի զարգացմանը։ Պաշտպանների դիմումի մի քանի դիմումներ է ստացվել, այսինքն ես կողմից ներկայացրել ձեր ենթակայության գործողուակի եւ ստեցյալ մինչեւ այս բանը հնարավորություն չի ստացել եւ նախընտրած հաստատությունը հանձնել զնում նախ խնդրեմ բացատրեք ինչու եւ ինչու է եւ առհասարակապես այս մոտեցումը ձեր փոխվի եւ ինչու մի բան նրանք իրականից իրական շուկական կենտրոնում։ Ես պետք է ասեմ, որ մեր անազատության մեջ գտնվող բոլոր անձինք օգտվում են հավասար կերպով անհրաժեշտ բուժօգնությունից եւ չկա որևէ մի անձ այսօր կատարողական հիմնարկում, ով անհրաժեշտություն ունի բուժզնման, սպասարկման, վիրահատության, որը ինչ որ կերպով սահմանափակված է նրա իրավունքը։ Ես սա բացառում եմ, սա իմ անձնական եւ մեր համակարգի հստակ վերահսկողության ներքո է։ Գալով կոնկրետ դեպքին մենք այսօր ենք ստացել նման ուրեմն դիմում եւ միանշանակ կդիտարկենք օրենքով սահմանված ընթացակարգերով կնայենք, ընթացք կտանք։ Պաշտպանների կողմից է ներկայացվել։ Մենք նախորդ անգամ դիմում չենք ստացել, որը որ համապատասխան ընթացակարգերի ենթադրել է այն պահանջը, ինչ որ նոր հնչեցվում է։ Մեր կողմից տեսեք, քրեակատարողական նայեք, քրեակատարողական հիմնարկում գտնվող անձի բուժ սպասարկումը իրականացում է որոշակի ընթացակարգով։ Դիմումներ են եղել եւ այսպես առաջարկներ են եղել պատշաճ բուժօգնություն կազմակերպելու, որը առանց այդ դիմումների էլ կազմակերպվում էր։ Հարցը վերաբերվում է կոնկրետ բժշկական կենտրոն գնալու հետ եւ սահմանված կարգով դիմելու, այս մասին եմ խոսում, որ նոր ստացել ենք նման դիմում։ Տեսեք, նորից եմ կրկնում, դիմումը պետք է լինի պատշաճ ընթացակարգին համապատասխան, որպեսզի դրան ընթացք տրվի։ Նման դիմում չենք ունեցել։ Իհարկե, իսկ ինչու չեմ համարում։
Միանշանակ ինչու ոչ, ես նման հնարավորությունը չբացառեցի։ Գիտեք ինչ, որովհետև իրենց պաշտպաններից մեկը ասում է, որ ձեր այդ ՊՕԱԿ-ի աշխատողներից մոտեցել է Սրբազանի եւ ասել է կարող եք ցանկացած այդ հիվանդանոցներ, բայց ոչ Իզմիրյանը կա նմաններ։ Տեսեք, հարգելի գործընկերներ, ընդհանուր առմամբ սա նորից եմ կրկնում, պետք չի շահարկումների տեղիք տալ։ Մենք ցանկացած անձի, այդ թվում նաև Միքայել Աջապաղյանի առողջական ցանկացած խնդրի մասով եղել ենք շատ ուշադիր, ժամանակին եւ անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրել ենք։ Այլ մանրամասների չեմ կարող անդրադառնալ։ Չեմ կարող ասել, ըստ սահմանված կարգի կընթացք կտանք։ Բայց չեք տեսնում եք այդ հնարավորությունը, որ Ես չժխտեցի, որ այո կարող է նման հնարավորություն լինել։